Մահամերձնելին միայն մեկ անուն էր կրկնում. «Ուր ես, պարույր»։ Մայան Սևակի առաջին կինը, Սևակի համալսարանական ընկերուհին էր։ Նելի երկրորդ կնոջ հետ բանաստեղծը ծանոթացավ Մոսկվայում։ Նելին թողեց Մոսկվայի իր կյանքն ու աշխատանքը, հրաժարվեց պատրաստի դիսերտացիայի պաշտպանությունից ու եկավ Հայաստան։ Նա դարձավ Սևակի պահապանը և ստեղծագործությունների առաջին գնահատողը։ Նելին վրացուհի էր։ Երբ հարազատները Սևակին հարցնում են, թե ինչ լեզվով պետք է խոսի իր կնոջ հետ, նա պատասխանում է միայն հայերեն։ Եվ իսկապես, Նելին ոչ միայն գրական հայերեն էր խոսում, այլ նաև չանախչիի բարբառով։ Հետաքրքիր և ջերմ հարաբերություններ ձևավորվեցին Մայայի և Նելիի միջև։ Ինչպես որ Սևակն է շարունակում մնալ Մայայի ընտանիքի ջերմ բարեկամը, այնպես էլ իր կինը։ Ավելին, երբ Նելին նեղանում էր պարույրից, գնում էր Մայայենց տուն։ Նելին նաև Սևակի մահվան ընկերը եղավ։ Ավտովթարից հետո Նելին մի որոշ ժամանակ ողջ էր մնացել։ Բժիշկը պատմել էր, որ մահամերձ կինը ձեռքով անverջ կողքի անկողինն է շոշափում ու կրկնում էր. «Ուր ես, պարույր»։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հայ մեծերի մասին ամենահետաքրքիր և կարևոր մանրամասները։